Քվանտային ինֆորմատիկան կամ ծրագրավորումը շարունակում ենք վերնագիր Շրոդինգերի հավասարում։ Տեսնենք դա իրենցից ինչ է ներկայացնում։ Նախորդ դասը կամ նախորդ դասերը արագ ներկայացնեմ ու ասենք շատ կարճ արագ ներկայացնեմ։ Ասենք Շրոդինգերի հավասարում ինչ է իրենից ներկայացնում։ Տեսեք, մենք նախորդ դասերում ասեցինք, որ երկճանապարհային շեղչեղքերով ճանապարհային համակարգը նայողի տեսակետից փոխում է, այսպես ասած, վիճակը, այսինքն ալիքային դառնա, այսինքն երկակիություն, դուալիզմ է կոչվում միկրոաշխարհում, թե մասնիկ կոչվի։ Լավ, մենք ոնց որ Հեյզենբերգի անորոշությունը մանրամասը քննարկեցինք իմպուլս եւ ժամանակ կամ չէ իմպուլս եւ տեղ ավելի շուտ միաժամանակ չես կարող չափել եւ հարցնենք այս գիտնականների մի խումբ է դա կատարել եւ Շրոդինգերը ինչով զբաղվեց։ Երբ որ դե Բրոյլը, սկսենք այդտեղից, երբ որ դե Բրոյլը որոշեց կամ գտավ կամ փորձարկեց, որ ժամանակ մի էլեկտրոն կրակերը ոնց որ արդեն ստացվում էր, որ էլեկտրոն ալիքային է նաեւ, ապա Շրոդինգերը միանգամից եւ ինչ որ մի թվի 20-ական 30-ականներում առաջացել այդ ամեն ինչը որոշեց հավասարում ստանալ։ Նա իսկապես, ինչպես բոլոր առանձնանում են, որ դա ստանան, ինքը այդ կարգով շարժվեց, այսինքն Շրոդինգերը որոշեց, որ եղածներով, Մաքսվելի էլեկտրոդինամիկան կամ այսպես բանը Մաքսվելի հավասարումների գոյություն ունենք, նաև Նյուտոնյանը կար, հին կլասիկ օրենքներով արդյոք հնարավոր է, որ մենք քանի որ ալիք է էլեկտրոնը, լույս ավելի աղավել ևս, ապա այդ ալիքի ֆորմուլաները ոնց որ Մաքսվելը մեզ տվել է էլեկտրոմագնիսական։ Հոյակապը ինքը միանգամից փորձեց մաթեմատիկորեն դրան ներկայացրեց իր դիֆերենցիալ հավասարումներով, անունը դրեց հետևյալը քվանտային համակարգի դինամիկան որոշել, ուզեց գտնել մաթեմատիկական լեզուն գտնել եւ ֆորմուլաներ ստանալ։ Ինչն է հետաքրքիր, որ դա ստացվել է։ Նույնիսկ ինքն է զարմացել այնպիսի բան է գտել, որ դա ստացվել է։ Այն հին հանդիսացավ նորից կրկնեմ քվանտային համակարգի դինամիկան ցանկացավ ինքը նկարագրել։ Շատ լավ։ Ուրեմն առանձնացավ ինքը, որոշեց նյուտոնյան եւ մաքսվելյան օրենքներով եղած կլասիկայի միջոցով, կլասիկայի ֆորմուլաների միջոցով, դա զարմանալի է, քանի որ ալիքային է, փորձեց այդ ալիքները, ալիքայինությունը կարծես նկարագրել եւ ստանալ ֆորմուլաներ, որի միջոցով կորոշվի նրա ալիքը ինչպես է տարածում, նրա դինամիկան ինչպես է։ Անունը, որը մեզ IT կամ տեսակետից, այսինքն ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեսակետից ալիքային ֆունկցիան C են անվանելու ամեն տեղ եւ մենք այդ ալիքային ֆունկցիայի ֆորմուլաները չենք օգտվի հիմնային ձևով, այլ նրա արդյունքներն ենք մենք միայն եւ միայն օգտվում։ Ընդհանրապես պարզ է, որ քանի որ ոչ ալիք է, ոչ ֆունկցիա է տեխնոլոգիան, այսինքն ընդունված է ասել, որ ալիքային ֆունկցիա, փորձենք մի հատ դրա մասին խոսել, ալիքային ֆունկցիան ոչ ալիք է, ոչ ֆունկցիա, գիտեք։ Հետաքրքիր է, անուն է ստացել, բայց նրանցից ոչ մեկի հետ կապված ոչինչ չունի։ Ասենք, եթե ծովախոզուկը հիշենք կենդանի, սա Սեմիխայլովն է սիրում ասել սրա մասին, հզոր քվանտային մեխանիկայի մասնագետ ռուս, ծովախոզուկը ոչ ծովային, ոչ էլ խոզուկ, ուղղակի։ Շատ լավ, ինքը որոշեց ֆորմուլաներ ստանալ եւ նրա դինամիկան իմանալ, այսինքն ինչպես է ինքը տեղաշարժվում տարածքում, ինչպես է գտնվում, նա մեծ հիմք կհանդիսանա հետագա զարգացման համար։ Այսպիսով, ալիքային ֆունկցիան սովորաբար ինքը կնշանակի xt, այսինքն ալիքային ֆունկցիայի տեղը x-ով կլինի եւ ալիքային ֆունկցիայի տարածումը t-ով։ Մաքսվելյան հավասարումներով, մաքսվելյան մեթոդներով, այլ կլասիկայով, դիֆերենցիալ հավասարումներ է օգտագործում։ Օգտվում է կլասիկայից, սա անցումն է կլասիկայից քվանտովի մեխանիկա։ Նա մաթեմատիկորեն ֆորմուլաներ ստացավ, այսինքն ինչ մաթեմատիկորեն նկարագրվում է, ահա որ լավ բան է համարվում
եւ ճիշտ նկարագրությունն է եւ բնության եւ տիեզերքի ընդհանրապես ամեն ինչ։ Այո, մաթեմատիկական նկարագրություն ինքը ասած։ Ինչն է հետաքրքիր, Շրոդինգերը ընդհանրապես Էյնշտեյնի կողմնակից էր, որ մատերիայի Էյնշտեյնյան մոդելը, այսինքն դետերմինացված լինելը, ոչ հավանականային լինելը, որ Աստվածը զար չի գցում կամ հավանականային չի խաղում, բախտը չի փորձում, ինքը դրան կողմնակից էր եւ կարծում էր ինքը եւ այդպես էլ ենթադրում էր, որ իր գտածը դետերմինացված է, այսինքն երբ մեզ որտեղ պետք լինի ստացող ենք։ Այդ մաթեմատիկական ֆորմուլաները իսկապես ստացող էին, բայց վերջին հաշվով մենք կտեսնենք, որ հետագայում, ասենք մոտավորապես 30-ական թվականներ ինքը ընդունել է օֆիցիալ, որ միկրոաշխարհը ոչ դետերմինացված է, սակայն իր ֆորմուլաները աշխատում են։ Եվ իր ֆորմուլաները ցույց կտա դինամիկա, ցույց կտա x-ը, ցույց կտա t-ն, ալիքի հետ կապված, ալիքային տարածումը ինքը առաջնային կհամարենք, եւ այդ ալիքի տարածումը սակայն մի այլ գիտնականների շնորհիվ, որ հավանականային է, որը հետագայում է ինքը ընդունել, այսինքն ճշգրիտ տեղադրությունը անհնար է որոշել, ինքը դրան համաձայնվեց։ Ինչևից է Շրոդինգերի հավասարումները, հավասարումը ավելի շուտ կամ մի քանիսը բարդ հավասարումներ են, այստեղ մենք դա չենք ներկայացնի, ուղղակի դասի սահմաններում փորձենք գիտելիք ունենալ, որը մեր քվանտային ինֆորմատիկայում չենք օգտագործելու տարբերակով, այնքան որ իր մասին լսել ենք։ Ժամանակից կախված ֆորմուլա ունի, սա պարզեցրած ձևերն են եւ ունի ուրեմն հավասարումները կա ժամանակից անկախ տեխնոլոգիաներով եւ ժամանակից կախված։ Այսի ֆորմուլա կա, որտեղ պարզ է, եթե գիտեք, դեից սկսեմ, in irrational թիվը, այսպես է ինքը իրացիոնալ ներկայացում է գալիս, քառորդի արմատ -1-ի հետ կապված, գծով h-ը, դա Պլանկի հաստատումն է բաժանած 2π, d/t, ահա վերջապես մենք ստացանք առաջին կարգի ացանցյալ նյուտոնյան աշխարհից, մաքսվելյան աշխարհից, կլասիկ աշխարհից, շնորհակալություն, որ ինքը ացանցյալը ինչ էր ինքը դելտայա փուճուրիկ զարգացում ապրահելու համար, այսինքն արագության փոփոխություն տեխնոլոգիան, ինչպես մենք հիշում ենք, կա։ Ուրեմն առաջին կարգի ացանցյալը d/t, հենց սա փսինը ալիքային ֆունկցիան մասնակցում է ֆորմուլայում, t-ին ժամանակն է, վերևներում միտեղ ես նշել եմ, որ մեծ համելտոնյան կա, համելտոնյան օպերատոր, էներգիայի օպերատոր, որը մաթեմատիկորեն եւ կլասիկայում կա, եւ համելտոնյան օպերատորը վերջապես գիտնականները բերել են քվանտումի մեխանիկա, դրանք տարբեր են, բայց ֆորմուլաներ են, դա մաթեմատիկական ապարատ է պետք ունենալ, մենք այդտեղ չենք գնում, չմոռանանք մեր պրիզման, մեր ֆիլտրը հետեւյալն է, IT տեսակետից, մենք ինչպես ենք կարողանում հասկանալ քվանտումի մեխանիկա, ոչ ավել, որտեղ մենք գնալու ենք ամեն դեպքում ծրագրավորում։ Ինչևից է, համելտոնյան օպերատորը լուրջ օպերատոր է եւ GPT-ն ինձ տվել էր, ես ձեզ ներկայացրեցի, կինետիկ պոտենցիալ էներգիաների գումարը եւ այլն։ Այդպիսի ֆորմուլա ինքը ներկայացնում, որոնց մոտավորապես բացատրությունները կան։ Երկու ֆորմուլա եմ ես հայտնաբերել, որ մեզ հասանելի է։ Մեկը ժամանակից անկախ, ինչ է նշանակում, որ ֆորմուլան t չունի, բայց սրա փոխարեն մենք տեսնում ենք ունի մասսա եւ d քառակուսին, արդեն դուք գիտեք, ուրեմն երկրորդ կարգի ացանցյալն է, արագությունից երևի դա արդեն մենք գիտենք ֆիզիկայից շատ հասարակ է, առաջին կարգի ացանցյալ կա, երկրորդ կարգի ացանցյալ կա, x-ը տեղադրումն է կամ տեղն է, շատ կարևոր է, այսինքն ժամանակից կախված չի, բայց տեղն է որոշում։ Պարզ է, փսին այդ ալիքն է, որը որ ֆորմուլաներում նստած է եւ ձախ մասում եւ կենտրոնում կամ գումարելի երկրորդ մասում, p-ն գիտենք, h-ը գիտենք արդեն Պլանկի իսկական հաստատումն է, 6 անգով 6 անգամ առանց բաժանած 2π եւ այդ համելտոնյանը սիրում է մեծ օպերատորը գումարել, ինչքան դրանց գումարն է հաշվում, այստեղ ինքը կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությունն է տալու, ֆորմուլան հավասարացրել է 0-ի։ Մենք ուղղակի այս նշվածը
տեղակայում ենք, որ մենք տեղյակ ենք ինչ որ էլեմենտների, որը ֆիզիկայից է գալի։ Եվ վերջ, էլ ֆիզիկայի դուր այդ աշճան չենք բացում, առավել եւս մաթեմատիկան այդ առումով։ Մի քանի բան էլ ասեմ, ուրեմն Շրոդինգերի հավասարումը նույնիսկ եթե վերջում չքան գիտեմ նշած է, Մենդելևի աղյուսակի էլեմենտները իր ֆորմուլաներով հանգիստ ստացվում են։ Որտեղ, որ օրբիտայում, որ պրոտոնը, որ էլեկտրոնը բացատրվում է, հանգիստ Մենդելևի աղյուսակները Շրոդինգերի հավասարումներով արդեն ստացվում են, այսինքն շատ տանջվել պետք չի։ Հենց այդ հավասարումներով կա այդպիսի բացատրություն, առանձին թեմա է, մեզ այդ բացարձակ կապ չունի, էլեկտրոնը որ օրբիտայում, որ սենյակում, եթե լրացված է սենյակները, էլեկտրոնը նորը չի ընդունում, այսինքն ատոմը, նոր ատոմ չի զույգվում, այդպիսի ատոմներ գոյություն ունեն։ Ես անունները չեմ հիշում, ասենք ածխածին եւ այլն, ատոմներ, որոնք հագեցված են էլեկտրոնները, ասենք երկուսի աշճաններով կամ եւ այլն, եթե 4 տեղանոց է 4-ը կա, ինքը չի զույգվում մյուսների հետ։ Ատոմներ կան, որ բաց տեղեր ունեն եւ այդ ֆորմուլան Շրոդինգերի այդ բաց տեղերով թույլ է տալիս, այսինքն մենք բարդ մոլեկուլներ ստանում ենք, որովհետեւ քվանտային աշխարհն ասում է, որ որոշ էլեկտրոններ զույգվելու հնարավորություն ունեն, այսինքն իրենք երկակիության պատճառով կարող են կապ հաստատել entanglement, հետո մենք կտեսնենք, կապ հաստատել այլ էլեկտրոնների հետ եւ ստանում ենք մոլեկուլներ տարբեր, անվերջ տարբեր հետաքրքիր։ Շրոդինգերի հավասարումը կանխատեսում է ֆոտոններ, էլեկտրոններ, մոլեկուլներ, նույնիսկ հիմա դա են անում, ուրեմն նա էներգիայի տեսակետից է նայում մակարդակների քվանտացումը։ Որտեղ է ինքը օգտագործվում։ Շատ հզոր տեղ է գրավում հաշվիչ մեքենաներ։ Պարզ է, նրա մի մասնիկ է ինֆորմատիկայի նաև, քվանտային հաշվիչ մեքենան ինֆորմատիկայի մի մաս է։ Կրիպտոգրաֆիան, հաղորդագրության, ծածկագրության պահպանություն, այդ տեխնոլոգիաներում էլ նույնպես օգտագործվում է, որի մասին մենք եւս ինչ որ ժամանակ հետո անպայման կշփվենք։ Այսպիսով, Շրոդինգերի հավասարումը ալիքային ֆունկցիայի միջոցով նկարագրում է, թե ինչպես քվանտային մասնիկը փոխում ժամանակի ընթացքում ինչ էներգիա կարող է ունենալ այն։ Այսինքն էներգիա ժամանակի ընթացքում ինքը որտեղ է գտնվում, բայց վերջին հաշվով չմոռանանք, որ ինքը հավանականային է, որ մի քիչ հետո է, հետագայում է ինքը դա ընդունել։ Չի ընդունել, որ հավանականային է, գիտեր հաստատ է։ Ուղղակի ինքը ճիշտ է, իր ֆորմուլան ճիշտ է, սակայն Բորնի օրենքով այնտեղ ինքը նկարագրել է, որ Նիլսբորի հետ կապ չունի, որ դա հավանականություն է մտցրել եւ այդպես ասած մեր գիտնականների մեծ խումբը 30-ականներին եկել են այն եզրակացության, որ քվանտովի մեխանիկան Հեյզենբերգյան օրենսդրության վրա հիմնված դիտարկողի հիմքի վրա, սուպեր դիրքի հիմքի վրա, կարճ ասած, մատակարարվում է նոր գիտություն։ Այն քվանտայի աշխարհի նյուտոնյան օրենքը գեղեցիկ ասված, ես ուղղակի մեջբերում եմ արել։ Այսինքն քվանտային աշխարհի մեր նյուտոնյան մտածելակերպը, այսինքն կլասիկ մտածելակերպը տալով ուղղակի հավանականային նկարագրի։ Ոչ թե կոնկրետ տրամաբանական արդյունք, այսինքն իր Շրոդինգերի հավասարումները իսկապես աշխատում են, ուղղակի չպետք է մոռանալ, որ դա ունի հավանականային արդյունք։